որ արդեն ձեր տեխնոլոգիան հետ կապված որոշումը կա եւ առաջիկայում ենթադրում է խմբակցությունը նաեւ կառաջադրի, բայց չնայած դեռ չի հասել իր հանգուցալուծմանը, բայց արդեն մամուլում կան տեղեկություններ, որ ազգային ժողովի տարբեր աշխատակիցներ իրենց ճամպրուկներն են հավաքում եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ազգային ժողովի աշխատակազմի փոփոխության հետ կապված ինչ որ ծրագրեր ունեք, աշխատակազմի ղեկավար, այդ պաշտոնյաներ, ինչ որ փոփոխություններ կան կադրել։ Ես այդ որոշումներին կարադառնամ, երբ որ կլինի պատեհ եւ երբ որ կլինի ժամանակը։ Հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Այսինքն դուք որևէ ազդակ, որևէ պաշտոնյայի կամ աշխատակցի չեք հղել, որ կարող են ճամփորդները հավաքել։ Եթե նույնիսկ կարվում է նման բան, դա իրենց եթե դա անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետև ես հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իմ տեխնոլոգիությունը։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Պարոն Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը ամբողջ ընտրաշավի ժամանակ դժգոհում էին, որ իշխանությունները ատելության խոսք են տարածում, բայց իրենք դեռ չեն եկել ազգային ժողով։ Նարեկ Կարապետյանը երեք գրառում էր արել, թե դուք անդրադարձաք, բայց կխնդրեմ ասեք ինչու է իրեն ասում։ Դե, բանում է այդպես, որովհետև դաստիարակության պակաս ունի եւ ես կլրացնեմ այդ պակասը։ Պարոն Ռուբինյան, բայց տեսակետներով տեսնում եք, երբ որ ձեր տեխնոլոգիան մասին անմիջապես հայտարարվեց, քրեչի հայտարարությունից հետո շատ են այդպես տարբեր քաղաքաշրջանակներից հայտարարություն, որ ձեր ընտրվելու մեջ նաեւ Թուրքիայի մատն է խառը, այսպես ասած։ Մեկ կասեք ինչ հայտարարությունից հետո։ Քրեչի շնորհավորանքից։ Իսկ ինչի պիտի շնորհավորել։ Ինչպես կարող է տեխնացու դինելով հանդերձ, դեռ պաշտոնական որևէ բան չկա, դուք ստանաք Դե հենց նույն ձև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Ո՞վ է Ռուսաստանից շնորհավորել։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանում եք։ Ես այս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ որ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու էի, էլի եկան այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Ոչ միտեղ քաղաքականապես։ Նույնն էլ սպասվում է ուժեղ Հայաստանի, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհը։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի տեխնացու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահ բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է ԱԺ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես տեխնացու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից, կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։ Այսքանը դրա վերաբերյալ։ Ասացիք, որ չեք շարունակելու բանակցությունները արդեն Թուրքիայի հետ դուք չեք լինելու։ Իսկ կա քննարկում, ով է լինելով կփոխարինի ձեզ։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Հնարավոր Ալեն Սիմոնյանը լինի։ Չգիտեմ։
Չեմ կարծում։ Պարոն Ռուբինյան, այս փուլում նաև քննարկվում է ձեր Թուրքիայում գտնվելու այդ ժամանակահատվածը։ Դուք ի վերջ այնտեղ վերապատրաստման եք գնաց, եթե համալսարան եք, կխնդրեմ մեկնաբանեք։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար մեկ ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ ինչ է Հրանտ Դինքի հիմնադրամը, կար լրագրող, հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող է չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում, մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություններ էին անցկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառից վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբովկա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետք է փակել այդ տրամաբանության։ Ես դες ասեմ ավելին, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինձ հարցնում էին, ասենք, այ ինչ է կարել Թուրքիան, բացատրում էի, բայց հետո ուսումնասիրում էի, ասենք, պարզվում էր այդ մարդկանց բարեկամները Թուրքիայում են ապրում։ Պարզվում էր, ասենք, այդ մարդիկ գնացել Թուրքիայում հանգստացել են։ Նկատում սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ երբ որ կալուգացի օլիգարխի թիմակիցները կան ազգային ժողով էլի այդ տխմար հարցերը տալու են, ես էլ համբերատար պատասխանելու եմ։ Բայց էլի իմի բերելով այդ ամեն ինչը, ես Թուրքիայում չեմ սովորել, ես ուսանողական տարիներին Թուրքիայում չեմ անցկացրել, երբեք չեմ թաքցրել, որ մի քանի ամիս, 5 ամիս 2016-ից 17 թվականներին գիտական հետազոտությունն եմ արել ծրագրով, կոչվում է Istanbul Policy Center, Ստամբուլի քաղաքագիտության կենտրոն։ Ոչ մեկ ինձ դաշ չի տվել, ես ոչ մի դիպլոմ չունեմ եւ այսպես շարունակ։ Նաեւ ենթադրում եմ կամ չեմ ենթադրում, ուղիղ այդպես ակնարկվում, որ ինձ մեղադրում են Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ ես Թուրքիայի հետ բանակցողն եմ։ Դե կներեք, այդ տրամաբանությամբ ուրեմն ես էլ մեղադրում եմ կալուգացի օլիգարխի եղբորը Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ երբ որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ընթացքի մեջ էր, նա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։
Այդ տրամաբանությամբ ես իրանց եմ մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, որտեղ նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այսքան։ Պարոնյան ընդդիմության այս պահվածքը, հա, չի վնասի հայ-թուրքական հարաբերություններին, որտեղ մարդը, որը падգամավոր է դառնում եւ այդ տեսակ գրառում է անում, խնդիր չի առաջացնում։ Ինչ գրառում։ Ձեզ մեղադրում ասում եմ թրքամետ Դե դա նորություն չի, հիմա մենք սովոր ենք, եթե դուք նկատել եք, շատ մեծ հավանականություն կա, որ ըստ երևույթին ուժեղ Հայաստանը գալու է եւ Հայաստան դաշինքի նիշն է վերցնելու, այդ դավաճան, բան, թրքամոլ, թրքաբարո, թրքածին, եսի ինչ եւ տեսանք Հայաստան խմբակցության հետ ինչ տեղի ունեցավ, կրճատվեց առավել քան կրկնակի կրճատվեց նրանց ստացած քվեների թիվը։ Նրանք միանշանակ, ես հիշում եմ 2021 թվականին, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահ եմ ընտրվում, Սերժ Սարգսյանի խմբակցության ներկայացուցիչներից մեկը ինձ էլի տենց այդ ոճի մեջ հարց տվեց, ես ասեցի, տեսեք, ամբողջ քարոզարշավ դուք անցկացրել եք այս դավաճան բան պիտակներով, տեսեք, եկա մենք հաղթեցինք, չհազդեց դա, հասկանում եք, դա լավ չի ազդում ձեր վրա։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս չշարունակել այդ խոսույթը, որովհետև մարդիկ պատասխանը տվել են արդեն ով է դավաճանը, ով է օտարամոլը եւ այսպես շարունակ։ Մի շարունակեք դա։ Չլսեցին, տեսակ իրանց հետ ինչ եղավ։ Հիմա ընտրությունը կալուգացի օլիգարխի թիմինն է, եթե իրանք ուզում են շարունակեն, շատ լավ, իրանք կկրակեն իրենցից ոտքին։ Պարոն Ռուբինյան, ուզում եմ նաև հարցնել մի պնդման վերաբերյալ, որ ընդդիմադիրները այս երկրորդ օրը արդեն անում են, այս փոփոխությունները, որ արվեց քաղաքացիության հետ կապված այդ ընտրական իրավունքի սահմանափակման, ասում են, որ ըստ էության նպատակը այդ հանրաքվեի հետ կապված շեմի փոփոխությանը հասնելն է, որ հետո դուք սահմանադրության բացարձակապես նպատակը մեզ ապահովագրելն է Հայաստանի չէ, ուղիղ նպատակն է Հայաստանի Հանրապետությանը ապահովագրել այն իրավիճակից, երբ օրինակ արտերկրում մասսայական ընտրակաշարք կբաժանի եւ կփորձեն ապօրինի կերպով ազդել Հայաստանի ընտրությունների վրա։ Դա բաց ուղիղ նպատակն է եւ կհամաձայնեք, որ այս ընտրությունները ցույց տվեցին, որ նման ռիսկ կա։ Պարոն Բինյան, բայց արդյոք այն չափին այլ երկրից եկելն է Դե եթե դուք վտանգավորության չափ կա դրա։ Դե ուրեմն դուք ձեր հարցով չեզոքացնում եք ժողիկի պնդումը, որովհետեւ եթե այդ չափով չեղե, ուրեմն ուրիշ նպատակ էլ չկա։ Այսքան եղել է։ Չէ, բայց դա զգալի տեսեք, խնդիրը չափը չի է, կարող է եղել զգալի, կարող է չի եղել, թվերը կարելի է նայել, բայց այդ հնարավորությունը կա, չէ՞, մենք լսել ենք, չէ՞, ազանգերը, որ օրինակ արտերկրում ընտրակաշարք են տալիս, եւ ակնհայտ է, որ երբ որ տալիս են ընտրակաշարքը արտերկրում, մեր իրավապահ մարմինների համար շատ ավելի դժվար է դա բացահայտել եւ չեզոքացնել, քան երբ որ դա տեղի է ունենում արտերկրում։ Էլ չեմ ասում, կան նաեւ եղել են նաեւ հաղորդումներ արտերկրում ազդեցության, ճնշման մասին, որը էլի դժվար է մեր իրավապահ մարմիններին դա անել արտերկրում։ Մարդու չի խախտվում, որովհետև մարդը քաղաքացին այսպես թե այնպես ունենում է ընտրելու իրավունք։ Հիմա դուք օրինակ ունեք հիմնարար ընտրելու իրավունք, բայց այդ իրավունքը որոշակի բյուրոկրատական ընթացակարգի ենթարկա է, չէ՞, դուք օրինակ չեք կարող ուղղակի զարթնել եւ գնալ ընտրության, եթե դուք գրանցում չունեք։ Պետք է նախ գրանցում ունենաք, չէ՞, ձեր անունը արտահայտվի ցուցակներով, որպեսզի կարողանաք ընտրեք։ Մտեսականորեն, եթե դուք չգնաք ոչ միտեղ չգրանցվեք, դուք կլինեք քաղաքացի, որը ունի ընտրելու իրավունք, բայց թղթաբանորեն դա իրան հասանելի չի։ Հիմա նույնն էլ այս դեպքն է, ցանկացած քաղաքացի, որը այս սահմանված ժամկետում ապրած կլինի Հայաստանում, ինքը կունենա քվեարկելու իրավունք։ Պարոն Ռուբինյան, իդեպ Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված ըստ էության այս պահին իշխանությունը 2/3 չունի սահմանադրությունը փոխելու համար։ Պատկերացում կա, ի վերջո ո՞նց եք հասնելու ձեր այս նաև նախընտրական ծրագրում անդրադառնալով կքննարկենք, կհասկանանք։ Պարոն Ռուբինյան, վերադառնալով նախորդ թեմային, տեսեք, այնքան նրբություններ կա, եթե 6 ամսով եք դնում, կարող մարդ ուզում է գա, որ այդ 6 ամսվա բանը πάει, բայց չգիտեմ, տեխնիկական խնդրով այդ թռիչքը տեղի չի ունենում եւ ինքը նախատեսված այդ կեսը տարվա չի կարող Հայաստանում անցկացնել 180 քանի օր։ Տեխնիկական խնդրով կարող է մի անգամ թռիչքը տեղի չի ունենում, այսինքն հաջորդ թռիչքով կգա։ Հաջորդ թռիչքով կգա։ Փառք Աստծո, Հայաստան բազմաթիվ թռիչքներ են տեղի ունենում, նախկինի պես չի, որ մի տեղ էր թռնում եւ չգիտեմ շաբաթը մեկ անգամ տրված է, հա, ճիշտ է, տրված է միայն կրթության նպատակով դրսում գտնվող եւ դիվանագիտական ծառայություն իրականացնողների նրանց ընտանիքի անդամներ, այդ առողջապահական խնդիրներով երկրից դուրս գտնվողները ինչու պետք է զրկվեն։
Նարեկ ջան, դե անընդհատ կարելի է ասել, բա այս խումբը, միտքը հետեւյալն է, որ տրամաբանական կլինի, որ Հայաստանի ճակատագիրը որոշեն այն մարդիկ, ում շահերի կենտրոնը, կենցաղական, կենցաղային շահերի կենտրոնը Հայաստանում է։ Եվ B տրամաբանական կլինի, որպեսզի մենք ապահովագրենք մեր երկիրը չարամիտ ապօրինի ազդեցությունից, որը կարող է իրականացվել արտերկրում կամ արտերկրից։ Հիմա համաձայն եք, չէ՞ որ կա այդ խնդիրը, երևացել է առնվազն այդ խնդիրը, չէ՞։ Հիմա մենք պետք է այդ խնդրին անդրադառնանք։ Իսկ ինչ վերաբերում է պնդում են, ասում են հակասահմանադրական է, շատ լավ, եթե պարզվի հակասահմանադրական է, սահմանադրական դատանը կասի հակասահմանադրական է։ Բայց մենք խնդրին պետք է անդրադառնանք։ Իշխանության ճնշումների ներքո չի գտնվում, ենթադրյալ ճնշումների ներքո չի գտնվում սահմանադրական։ Բայց եթե ենթադրյալ ճնշումների ներքո է, ինչի այն ժամանակ որոշում կայացրեցին, որի արդյունքում Ռոբերտ Քոչարյանը ազատվեց, այսինքն հոդվածը հակասահման չէ, դրանից առաջ էր կազմը փոխվել, այս կազմի առնվազն կեսից ավելին այն ժամանակ սահմանադրական դատարանի անդամ էին։ Եթե դա ճնշումով լիներ, տեղի չէր ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, այն ինչ տեղի ունեցավ, կամ հակառակը, այն ինչ որ պետքա տեղի ունենար, տեղի կունենար։ Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ կրկին վերադառնանք ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնելու այդ փուլին։ Դուք անցած 5 տարիներին ձեր ելույթները, ձեր գործելավոճը բավականին սուր եւ քննադատողական է եղել ընդդիմության նկատմամբ։ Ես ուզում եմ հարցնել, այս դեպքում արդեն դուք ընդհանուր խորհրդարանի բնականon գործունեությունը ապահովելու ոնց որ երաշխավորը պետք է լինի։ Ես հիմա էլ եմ այդպեսին որպես փոխնախագահ։ Այդ առումով շատ բան չի փոխ։ Հա, այդպիսի են հնչեցնում նաև մամուլում եւ այլն, որ դե այդպիսի գնահատականներ հնչեցնում են որոշ թերթերի խմբագրեր, որոնք իրանք խնդիր ունեն հավասարակշռության հետ, որոնք աչքի են ընկնում անդաստիարակությամբ, բայց դա իրանք խնդիրն է։ Միջոցների վերաբերյալ ոչ կոռեկտ ձևակերպումներ եք անում։ Ես շատ կոռեկտ ձևակերպումներ եմ անում, նախ դուք չգիտեք ես որ լրատվամիջոցներին եմ ասում, բայց եթե շատ եք ուզում կարող եմ անվանական էլ ասել, բայց չգիտեմ դա ձեզ ձեռնտու կլինի թե չէ, բայց կան այդպիսի կարծիքներ հնչեցնում են տարբեր գլխավոր խմբագիրներ, որոնք ամենայն հավանականությամբ սնվում են օլիգարխների ձեռքից, որոնք զուրկ են դաստիարակությունից, զուրկ են պարզ մարդկային պարկեշտությունից, բայց ես նրանց հետ ոչինչ չեմ կարող անել։ Նկատեմ ձեր ներթիմային որոշումների վերաբերյալ ինչու են ըստ ձեզ, ինչու տարբեր քաղաքական։ Ես շատ իմամ, ձեր գոլեգաներն են գնացեք հարցնում։ Ես քաղաքական գործիչներից եմ հարցնում։ Չեմ հասկանում ձեր հարցը։ Քաղաքական գործիչների կողմից ձեր տեխնոլոգիան հետ կապված այս մեկնաբանությունը։ Չէ, դա նորմալ է, բայց առաջադրվել է ազգային ժողովի նախագահի տեխնացու, նորմալ է որ կարծիք հայտնեն։ Նորմալ չի իհարկե որ այդ կարծիքները հիմնված լինեն զրպարտության վրա, բայց ոչինչ հիմա սովորեցնենք ինչ խնդիր կա։ Պարոն Ռուբինյան, դուք որոշեցիք առաջադրվել, թե օրինակ թիմից ասացին այ կարծում եք ձեր մոտ լավ։ Եվ որ փուլում եք այդ որոշումը կայացրել, այսինքն երբ որ առաջադրումները սկսվել է, թե Այո, առաջադրումների սկսելուց 1-2 օր առաջ։ Պարոն Ռուբինյան, ձեր մեկ հարցն մի փոքր ուշնացի հնարավոր է հնչել է։ Ինչ են նաև ասում են դեռ սահմանադրական դատարանում վերջնական չնայությունները վիճակում են, բայց ԿՊ-ում պաշտոնների բաժանում են ասում են։ Բա իրանք ինչ են։ Հասարակ սահմանադրական դատարանի որոշում չեն հակում, չեն։ Նախ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են, բայց թողեք պատասխանեմ, էլի։ ԿՊ-ում պաշտոնների բաժանում չեն անում, ԿՊ-ում որոշում են թե ում որ պաշտոնին են առաջադրելու։ Իսկ պաշտոնին ոչ թե բաժանվելու է, այլ պաշտոնին ընտրելու են ազգային ժողովի падգամավորները, երբ որ գա ձևավորվի նոր խորհրդարանը։ Ինչ վերաբերում է սահմանադրական դատարան, բանդիմությունը չի սպասում սահմանադրական դատարանի որոշմանը եւ քննարկում է մանդատները վերցնել թե չվերցնել։ Իրանք ինչ գիտեն։ Իրանք ինչ գիտեն։ Չէ, քննարկում ասում են մեր ընտրողների 60%-ը ասում է վերցրեք, 40-ը ասում է մի վերցրեք։ Մամուլում այդ նույն ձեր սիրած մամուլում քննարկում է, այսինչ կառաջադրեն այժմ փոխնախագահի պաշտոնին, թե չեն առաջադրի եւ այսպես շարունակ։ Եվ հաջորդը, մի վարքյան, եւ հաջորդը շատ լավ իրանք դիմել են սահմանադրական դատարանը իր վճիռը կկայացնի, բայց մենք գիտենք, չէ՞ որ ընտրությունները արդար են անցել, թափանցիկ են անցել, մի վարքյան, հասկացանք, բայց մենք էլ վստահ ենք, չէ՞, մենք մեր աչքերն ունենք, չէ՞։ Որևէ խնդիր չկա։ Բայց դուք ասում եք որ ներողություններ ինկասիան, սպասի։ Դե նայեք, մի մասու ասեմ, հա, պատասխանեմ, երկակի է իմ մոտ էմոցիաները, բացատրեմ ինչու։ Մի կողմից ես կարծում եմ, որ այդ երկու խմբակցությունները
հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության հանդեպ, որովհետև փորձ են կատարել ընտրակաշառքների միջոցով բռնազավթել Հայաստանը, բառից բուն իմաստով բռնազավթել Հայաստանը եւ դնել օտարերկրյա ազդեցության տակ։ Մյուս կողմից իրանց մեջ նաև կան քաղաքական գործիչներ, որոնք ես կարծում եմ, որ պետք է իրենց պատասխանը ստանան, որովհետև իրանք մեզնից հեռու գնացել իրանց, չգիտեմ, տարբեր տեղերում, ինչ ասել են, օրինակ այսօր եմ ես դրան անդրադարձել, կա Սերժ Սարգսյանի հանրապետական մարզպետ նախկին, որը ոչ ավել ոչ պակաս, այս վերջերս հայտարարել է, վերջի մի քանի տարվա մեջ էլի, հայտարարել է, որ ինքը ցանկանում է, որ հայ սակրավորը մահանա, զոհվի, ասել է ես ցանկանում եմ, մենք ցանկանում ենք, որպեսզի հայ սակրավորները, որոնք կմտնեն ականապատ դաշտ, պայթեն եւ այդ դաշտից կամ նրանց մարմինները հանեն կամ ժողովուրդը խանգարում է։ Մի վայրկյան, կթողեք պատասխանեմ։ Հա, սխալ չեմ մեջբերում, ուղիղ մեջբերում եմ, ու սրանից հետո ինձ չընդհատեք։ Հա, ասում եմ, ես ցանկանում ենք, որպեսզի դուրս բերեն կամ նրանց մարմինները, կամ նրանց վիրավոր մարմինները։ Հիմա ես կարծում եմ, օրինակ այդ կոնկրետ այդ մեկի դեպքում, ես չեմ ուզում ինքը գա ազգային ժողով, որտեղ ես կարծում եմ, որ հայ զինվորի մահը ցանկացողը չպիտի լինի падգամավոր։ Հիմա ես կոչ եմ անում ուժեղ Հայաստան խմբակցությանը ձևավորվելի կամ ուժեղ Հայաստան կուսակցությանը, բայց կթողեք նա տավարտին։ Հիմա ես չեմ լսել բացի իրանից այդ կուսակցության մյուս ներկայացուցիչների կարծիքը այդ հայտարարության վերաբերյալ։ Կարող է բարձր իրանք ասում են չեմ ենք համաձայն չենք։ Բայց շատ լավ, եթե համաձայն չեն, ուրեմն պետք է հայտնեն եւ Էդգար Ղազարյանին, այդ մարդուն, ասեն դիր մանդատը մի արի ազգային ժողով, որովհետեւ չի կարող մարդը, որը ցանկանում է հայ զինվորի մահը, որը ցանկանում է, որ հայ սակրավորը պայթի ականի վրա, չի կարող լինել падգամավոր։ Հիմա տարբերակ մեկ, իրանք եթե հորդորեն, ես դա կգնահատեմ, կողջունեմ հրապարակայինորեն։ Տարբերակ երկուս, եթե իրանք չեն անում դա նշանակում է, որ իրանք կիսում են քաղաքական պատասխանատվությունը այդ հայտարարության։ Այն է հայ սակրավորը պետքա պայթի ականի վրա։ Իվարկան, ներողություն, չեմ ներում, որովհետև պետքա թողեք ես ավարտեմ։ Հա, ես էլ պետքա չէ պատասխան, դուք հարցը տալիս եք, որ ես պատասխան։ Հետևաբար ես չեմ ուզում նշյալ սուբյեկտը դառնա падգամավոր։ Իսկ ընդհանուր առմամբ, էս է իրավիճակը, հիմա գալիս են, թող գան, չեն գալիս, թող չեն։ Հիմա ես էլ էլի կներես, էլի հարց եմ ուզում տամ։ Չես լսում։ Հարց է տալիս փայլակը ձեզ, ասում է չեք լսում։ 3 անգամ փորձ արեցի։ 3 անգամ փորձ արեց։ Մի ճնշեք։ Չէ, ինձ հնարավոր չի ճնշել։ Շատ լավ։ Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, ասում եք, որ չեք ցանկանում, հա ձեր ձևակերպումները տվեցիք, չնայած որ միտքը ամբողջապես եմ մեջբերում։ Լավ, իսկ ուզում եք, որ խորհրդարան կա պատգամավոր կամ անձ, ով եռաբլուրում ծիծաղում է, ով ծամոն է ծամում, սահմանադրական դատարանում, չհարգելով նաև բարձր ինստիտուտը, վերաբերմունքը, կան խորհրդարան մարդիկ, ովքեր հայոյում են, ու դա վերաբերում է ընդ որում նաև շեշտեմ ընդդիմադիր պատգամավորների են հատվածին, ովքեր նման դրսևորումներ ունեն, փոխնախագահ դառնա մեկը, ով օրինակ ազատություն է տալիս իր մարմնի մասերին, մասնավորապես ոտքերին եւ այլն, սա որպես առաջին հարց եւ որպես մյուս անգամ էլ չընդհատել, մի անգամից երկրորդ հարցն էլ տամ։ Օրինակ ես ճեպազրույցից ուշացա, որովհետեւ Երևանում խայտարակ խծանումներ են։ Երևանում խայտարակ խծանումներ են, որովհետեւ օրինակ քաղաքապետարանում հաշվարկներ գուցե ճիշտ չեն արել, սա ինչ եմ ասում, որպեսզի ԿՊ վարչությունում հարցնեմ։ Այդ հարցը ընդհանրապես քննարկվել է։ Դուք օրինակ տեղաշարժվելու խնդիր ունենում եք, երբ որ աշխատանք եք գալիս, երբ որ ինչ որ մի վայրից պետք է մյուսը գնաք, օրինակ ես դեմ չեմ վերանորոգելուն բնականաբար, բայց հնարավոր չէ այդ հաշվարկները այնպես անել, որ ինչ որ մի հատված ավարտվի շինաշխատանքների, հետո մեկնարկեն մյուս հատվածը, որտեղ ամբողջ քաղաքում ինչ որ փոսեր են փորել, շինարարական տեխնիկա ավարտեք, էլի հասկացեք, գնանք քրակցության արդեն ավարտեք, ապա շնոր գործունեության հետևանք չի սա, եւ եթե այդպես է, հնարավոր է ԿՊ-ում որոշեն, օրինակ Տիգրան Աբինյանի հրաժարականը պահանջեն։ Փայլակ ջան, Երևանում խցանումներ են, որովհետև վերջին տարիներին մեքենաների թիվը, ավտոմեքենաների թիվը Հայաստանում կտրուկ աճել է։ Ինչու է աճել? Որովհետև մարդկանց բարեկեցությունը նույնպես աճել է։ Երբ որ մարդկանց բարեկեցությունը աճում է, մեքենաների թիվը աճում է, օրինակ կան հաշվարկներ, եթե ես չեմ սխալվում, որ այս 10 տարվա մեջ գրեթե կրկնապատկվել է Հայաստանում մեքենաների թիվը։ Դա նորմալ process է։ Բնականաբար դա բերում է խնդիրների, խցանումների, որը բոլորս էլ գիտենք, որ դրա մասին բոլորս գիտենք, նույնիսկ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը պետքա զբաղվի այդ խնդիրներով։
Դրան զուգահեռ այո ինչ որ վերանորոգումներ կան, բայց դեկաներեք այդ վերանորոգումները այո պետքա լինեն եւ անհարմարությունների պետքա։ Դե Ժողովուրդ ջան, ես հիմա հիշում 6 ամսով բազմակի ինչ որ մի հատված փակելը եւ կառուցելը դա Ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհում մենակ Հայաստանում է մեքենաների թիվը Ժողովուրդ ջան, թողեք պատասխանել։ Եվ բնականաբար վերանորոգումները ինչ որ անհարմարությունների կբերեն, պետքա այդ անհարմարություններին դիմանալ, բայց բացի վերանորոգումներից ակնհայտ որ խցանումների խնդիր կա եւ լուծումներ պետք են, այդ լուծումները հայտարարված են, որ պետքա հանրային տրանսպորտի համակարգը բարելավվի, պետքա ավելի շատ շարժակազմեր լինեն եւ այսպես շարունակ, գուցե գոտիավորման անհրաժեշտություն լինի։ Այս խնդիրը կա, ես չեմ ժխտում, դուք ասում եք ես խնդիրներ ունենում եմ տեղաշարժվելու, այնպես ինչպես բոլորը, այսինքն ես էլ մեքենայով գալիս եմ եւ եթե խցանում ալինում ես ավանում եմ հիմա բնակվում մետրո չկա բայց կարող եմ ձեր խաթր փորձել չգիտեմ իսկ վերադառնալ առաջի հատվածին ձեր հարցի առաջի հատվածը կներեք բայց շատ ինչ որ խառը չէ մի վարքան դուք սխալ եք ասում որովհետեւ չէ սխալ դուք սխալ եք ասում որովհետեւ երրաբլուրում նախ ինչ ա եղել երրաբլուրի մուտքի մոտ կարող է ինչ որ ժպտացել ա մեկի հետ խոսալով բայց դուք հիմա բան եք չեղած տեղից ինչ որ թեմա եք սակում կամ ասում եք ինչ որ ծամել եք ասում, չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Ուզում եք ես մի հատ հերթով սկսեմ անդրադառնալ, թե որ լրագրողը որտեղ ծամոն ծամեց կամ ինչ ասեց։ Բայց ոնց որ թե քվեարկությունը հարց չտվեցի, է։ Խմբակցության տեխնիկում որոշվեց։ Խմբակցության ներսում Ինչ ասեցի կներեք։ Ասում եմ մարդիկ ազատ են աշխատանքից հետո անելային ինչ որ ուզում են։ Բայց դուք էլ աշխատանքի ժամանակ դուք նկատում եմ դուք լրագրողները ձեր ամբողջության մեջ նենց չի որ առանձնապես շատ մեծ տակտով եք աչքին գնում կներեք իհարկե եթե կարող եմ թույլ տալ գնահատել սա։ Պետք որովհետև շատ կարևոր է որ մարդը շատ կարևոր լրագրող դուք հիմա եք ընդհատում ինձ անընդհատ կողքից իրար հետ եք կռվում իրար հետ եք կռիվանում Լակյանն ու Սրբոյի Գայլան իրար հետ լավ հա խմբակցության ղեկավարի տեխնացում որոշվեց երեք ուզում եմ հասկանալ սա խմբակցության ներսում պետք է դրվի քվեարկության որ հաստատվի տեխնացությունը որովհետև ինքը ազգային ժողովում չի հա այո իհարկե եւ երբ է լինելու նիստերը դու երբ որ խմբակցությունը ձևավորվի չորոշված Արտադրողությանը ներված է համարում եք ոչ լեգիտիմ ընդդիմությանը ուզում եմ հասկանալ նաեւ ասում եք որ նույնիսկ կոնկրետ անձիկ կան որոնց նույնիսկ խորհրդարանում չեք ուզում տեսնել սա նշանակում է որ իշխանությունը արդեն ֆրակցիան որոշում ունի որ այն պաշտոնները որոնք կհասնեն ընդդիմությանը քվեարկությունները չի նշանակում չէ կգա կքննարկենք փոխնախագահի համար կքննարկենք դե հիմա դուք գնահատեք ես չգիտեմ ինչ է շրջանառվում ինչ չի շրջանառվում ես ասում եմ կոնկրետ այդ սուբյեկտի հետ կապված ես կարծում եմ որ մարդը որը հայ սակրավորի մահն է ցանկանում եւ դրա մասին խոսում է դա նորմալ չի որ այդ մարդը լինի падգամավոր դա նորմալ չի ուղղակի եւ ես ակնկալում եմ նաեւ ձեր աջակցությունը այդ գործում ես կարծում եմ դուք պետքա հարց տաք կալուգացի օլիգարխին եւ իր թիմակիցներին պետքա հարց տաք ասեք չեք ուզում հորդորեք որ մանդատը դնի որովհետեւ պրոբլեմա դա խնդիր է եւ բացի դրանից կալուգացի ասեցի հիշեցի Հիշում եք չէ որ իրանք խոստանում էին որ հաջորդ վարչապետն է լինելու կալուգացին որ հունիսի 8-ին կառավարության նիստ է անելու եւ այդ պահին չի լինելու Հայաստանի քաղաքացիությունից բացի այլ քաղաքացիություն ունեցող անձ ես խնդրում եմ ասեք ինչ եղավ ինչ նշանակում գործընթացի մեջ բայց մի վայրկյան ինքը չէր ասում չէ որ հունիսի այսօր ամսի քանիսն է հունիսի 3-ն հա հունիսի 3-ն է ինքը չէր ասում չէ հունիսի 3-ի դրությամբ ես գործընթացի մեջ եմ լինելու ինքը ասում էր հունիսի 8-ին ես կառավարության նիստ եմ վար լավ էլի է թեքյատները լավ